մի օրինակ պետք է բերեմ ամեն դեպքում հանուն իշխանության, հա, մարդիկ կան, որոնք տենչ է, էլի, այդ իշխանություն, աթոռ 1991 թվականի ապրիլի 17-ին, չասեմ անունները, այն ժամանակվա ուրեմն հանրապետության ղեկավարը հրահանգ, այսինքն հրամանագիր տվեց ամբողջ կուսակցության սեփականությունը ազգայնացնելու վերաբերյալ։ Անօրինական, որովհետև ամեն դեպքում կուսակցության բոլոր միջոցներով էին շատ բաները կառուցված եւ այլն։ 23-ին, ապրիլի 23-ին, ինձ մոտ եկավ, որպես կենտրոնական քարտուղար, եկավ ուրեմն բանակի հրամանատարի տեղակալը, Մարշալ Յազովի հրամանով։ Ինքը ասում էր, որ պետք է վերցնել ապահովության տակ բոլոր կուսակցության ուրեմն սեփականությունը։ Դե պատկերացրեք, ամբողջ հանրապետությունով մենք կային շրջկոմներ, շրջխորհուրդներ եւ այլն, ամեն ինչ։ Եվ պահանջում էր, որպեսզի ես տամ իմ համաձայնությունը։ Ես փորձեցի այն ժամանակվա ղեկավարների հետ, ես հատուկ սա առաջին անգամ ասում եմ, որ ասեմ, թե լսեք, չի կարելի, եկեք որևէ մի կոմպրոմիսի գնանք, որպեսզի արյունահեղություն չլինի, որպեսզի չլինի այսպիսի բան։ Բոլորը հրաժարվեցին միջամտել։ Ես իհարկե հրաժարվեցի տալ իմ համաձայնությունը, որտեղ մարշալը ինձնից միայն համաձայնություն էր ուզում, որ ես պիտի ստորագրեի դրա տակ։ Չնայած կուսակցությունում էլ կային մարդիկ, որոնք որ գայթակղված էին, պատկերացրեք, չէ՞ ինչ կլիներ, իշխանությունը վերադառնում էր, ես դառնում էի նորից առաջի դեմք, այսպես ասած, եւ այլ, որովհետեւ եթե այդպես լիներ, ուրեմն նրանց պետք է հրաժարվեին ու հեռանային իշխանությունից։ Եվ ինչ, ոնց եք պատկերացնում, արժեր այդ աթոռը նրան, որպեսզի մեր ժողովրդի, մեր մարդկանց որևէ մեկի քթից արյուն գար կամ ընդհանրապես արյունահեղություն լիներ։ Հիմա ես ասում եմ, սա ինչի համար։ Նիկոլ, լավ մտածիր։ Այս բոլորը ինչ որ դու փորձում ես անես, որ բերես քաղաքացիական բախումների, քթիցդ գալու է։ Ես ասում եմ իմ ապրած կյանքի նաև փորձից, իմաստությունից, ամեն ինչից։ Այո, չես մարսի, որովհետև արդեն խոսքը գնում է նամասին, եթե դու մի հատվածը, ժողովրդի մի հատվածը դուրս բերես մյուս հատվածի դեմ, իսկ դա շատ հնարավոր է, որովհետև դու դեռ ունես հատկապես իրավապահ մարմիններում։ Ես ուզում եմ նաև իրավապահ մարմինների այդ մարդկանց ասեմ, աշխատավարձով գայթակղվել եք փողով, մոռացեք դրա մասին, վաղը մյուս օրը նույնպես ծառայելու եք պետությանը, նույն ձևով մեր ժամանակ էլ էին ասում, ձեր ժամանակ այո, ծառայելու ենք, եթե դուք եք լինել իշխանություն։ Իշխանությունը փոխվելու է, դուք նորից ծառայելու եք։ Մի մոռացեք դրա մասին, դուք պետության պահապանն եք, ոչ թե Նիկոլի։ Հերիքա բառադի ձևով նստեք այդ այգիներում, ինչա որ հանգարց Նիկոլը ստեղից այնտեղ գնա, որ դուք այնտեղ նրան ես ապշում եմ ուղղակի։ Դուք ամեն օր տեսնեք, թե ինչ է կատարում այդ կառավարության շենքի շրջակայքում։ Հարյուրավոր վախեցած հեծանիվով ոտքով աշխատանքի գնացողից տեսեք, հիշում եք։ Այո։ Եվ էջմիածիներ գնում իմիջալոց, մենք հակահարցակի տեսանք, մի 30 հոգով ուրեմն հեծանիվ էր քշում, ամբողջ այդ ուրեմն տարածքը էլի նորից լի էր ոստիկաններով, նրանց մեքենաներով եւ այլն։ Շարասյունն էլ ինչի անում հայտնի է, չէ՞։ Այդ իր նորից էլի վտանգ։ Այսինքն, այս ամբողջի ֆոնի վրա ես ուղղակի ուզում եմ ասեմ հետեւյալը, տեսեք ինչ է ստացվում։ Ադրբեջան առաջին հերթին ինքն է ոգևորվել, բայց մեր փոխարեն, մեր պետության, մեր իշխանության փոխարեն մեզ հիմա պաշտպան են կանգնում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ոչ մի պատահականություն չկա։ Հասկացեք, ով որ մի քիչ հասկանում է ինչ է նշանակում դիվանագիտությունն ու քաղաքականությունը։ 3 Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի օգնականը հատուկ հայտարարություն է անում, որ մեր ջանքերով, իրենց ջանքերով Զանգեզուրի Միչանսկի գաղափարը այլևս գոյություն չունի։ Սա խոսում են նրա մասին, որ Իրանը ասեց չի լինելու, դուք չեք կարողանալու Սյունիք մտնեք, մենք թույլ չենք տալու եւ հզոր բանակը այնտեղ կանգնած է։